Ոնց ես։ Հմ։ Նավին ոնց է։ Լավ է։ Ես խմած ես։ Բա չես տեսնում, ոտի վրա չեմ կարողանում կանգնել։ Քեզ բան եմ ուզում հարցնեմ։ Փորձի։ Բացատրի հասկանամ էլի, պապա։ Այդ ոնց է ստացվում, որ ես Սոնայից հեռու չեմ մնում, Սոնայի ընտանիքից հեռու չեմ մնում, դառնում եմ անարժան զավակ, անթասիբ զավակ։ Մեզ իրար հետ ինչ-որ բառ փոխանակել անգամ չի կարելի, բայց դու զանգում ես Մարգարի լակոտին ու հանդիպում ես հետը։ Ոնց է տենց լինում։ Երդվում եմ, ես քեզ չեմ հասկանում, քո արածների մեջ մի հատ տրամաբանություն չեմ կարող գտնեմ, պապա։ Բացատրի հասկանամ, որովհետև ես քո արածների մեջ ոչ մի բացատրություն չեմ կարող գտնեմ։ Ոնց է տենց լինում, հա, կասես հասկանամ։ Այդքան կարևոր բան ունեիր հետը խոսալու, որ զանգել ես։ Թե առաջին անգամը չի, որ զանգում ես։ Իսկ դու որտեղից իմացար այդ զանգի մասին։ Փաստորեն գաղտնի էիր, հա, պահելու։ Սպասում եմ, պապա։ Ախ, Ես հենց սկզբից չեմ սիրել այդ ռոբոտին, անունն էլ Արցան էի դրել, որովհետև ոչ մի էմոցիա չունի։ Լիլի ջան, ինձ ավելի շատ Սոնայի պահն է հետաքրքիր։ Դե հա, հասկանում եմ, ուղղակի սկզբից պատմելով գալիս եմ։ Իսկ կլինի այդ սկիզբը բաց թողնենք, պատմես բուն թեման։ Իհարկե։ Վերջապես, դե պատմի։ Ես հենց սկզբից էլ իր անունը Արցան եմ դրել, որովհետև ոչ հայացքն է հայացք, ոչ ձայնի մեջ ինչ-որ տոնայնության փոփոխություն կա, ոչ էլ։ Կողքը շարժվում ես, ոչ մի միմիկա չի շարժում։ Լիլի ջան, ես վրամին ծնված օրվանից գիտեմ, ու պետք չի ինձ պատմես ով է ինքը։ Վայ, բա շուտ ասեիր։ Դու չգիտեիր, որ մենք նույն գյուղում ենք մեծացել։ Էդ գիտեի։ Ձեռ ես առնում Լիլիթ։ Լիլիթ ջան։ Դե հիմա մտքիցս թռել էր, մոռացել էի, պատմություն սարքեցիր։ Իսկ կարող է քաղցրներից ինչ-որ բան պատվիրենք։ Պատվիրենք քաղցրից։ Մեզ կմոտենաք։ ես պարտավոր չեմ քեզ բացատրություններ տալ որան։ Հիմա ինչ, ում զանգեմ, ինչ խոսեմ, պիտի գամ մոտը թղթի վրա լրացնեմ։ Այ հիմա որ սենց ես խոսում, չէ, ու ուղիղ պատասխան չես տալիս։ Ավելի շատ եմ կասկածում, որ մի բան են չի։ Իբրամ է։ Ինչ ես ուզում չեմ հասկանում։ Պետք է եղել զանգել եմ։ Զանգել եմ, որովհետև ես մարդկանց, որ խոսք եմ տալիս, իմ խոսքը պահում եմ ի տարբերություն քո ու Արմոյի ընկերների, ովքեր իմ խոսքը կետնով են տվել։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Զանգել եմ Մարգարի թոռանը իր աղբոր համար։ Զանգել եմ, որ ասե ես օրվանից իրանք կարան հանգիստ մտնեն գյուղ, իրանց տուն ու դուրս գան։ Չէ, լուրջ, պապա։ Լուրջ, Վրամ, շատ լուրջ։ Որովհետև մի քոն տղա ջան, ես ամեն ինչի հետ ոչ մի կապ չունի, ոչ մի մեղքի բաժին չունի, բայց իմ վերաբերմունքը չի փոխվել տղա ջան։ Իմ վերաբերմունքը կա ու մնում է դրանց հանդեպ այնպես, ինչպես եղել է սկզբից։ Լավ էլի, պապա, ավելի լավ է ոչ մի բան էլ մի ասա։ Որովհետև ինչքան շատ բան ես ասում, այդքան քիչ եմ քեզ հավատում ու ավելի վատ է դառնում ամեն ինչ։
մի բան ասում ես, բայց լրիվ ուրիշ բան անում ես, papa, դու ընդհանրապես քեզնից գլուխ անում ես, հա, քեզ հասկանում ես դու։ Եթե ես այդ զանգի մասին չիմանայի, դու չէիր էլ ասելու։ Կամ քնել արթնացել ես, հիշել ես, որ Մարգարին խոսք ես ասել ու այդ խոսքդ պիտի պահես, հա։ Ես ինչ մարդասիրական նոր քայլեր են արթնացել քո մոտ, papa, ես ինչ մարդասիրական քայլեր ես անում։ Քանի կար ուզում էի գնայի Մարգարենს ցեղը աշխարհի երեսից վերացնեի, չէիր թողում։ Հետո եկար ասեցիր վրամ գնա վրեժդ լուծի։ Հիմա հանկարծ որոշել ես, որ պիտի Միքոին օգնես, որովհետև Միքոն մնալու տեղ չունի, պիտի մնալու տեղ ունենա։ Հետո Բրամ, իրոք բան չկա ասելու, ասում եմ այն ինչ կա։ Ես քեզ չեմ հավատում, papa։ Դու ինչ որ մի բան կիսատ ես ասում, այդ կիսատն էլ որ ասես կարող ես սկսեմ մի քիչ հավատալ, գիտես։ Ու չգիտեմ էլ ինչի չես ասում։ Վրամ, Ստերդի գիշ ես է։ Երկու հատ ապրանք են ուզում, խառնում են իրար, են լարերը ինչի անջատ են։ Հեսակ տեղավորենք, բայց ես ոչի պարցանել գագնա մի բան ունենք։ Հա, պատվիրենք դուք եք։ Հայկ, խնդրում եմ քեզ, աղաչում եմ, հենց հարմար լինի, գրի կամ զանգի, որովհետև ես շատ անհանգիստ եմ քո համար։ Գիտեմ, որ պապային ես տեսել։ Ու հաստատ վրամին էլ ես հանդիպել։ Խնդրում եմ, անհանգիստ եմ ու շատ վախենում եմ։ Հենց հարմար լինի, կապվի իմ հետ։ Իսկ Սոնան ու Վրամը ինչ հարաբերություններ են ունեցել։ Արդեն հասկացել եմ, որ Սոնան սիրահարված ա եղել, բայց այդ Վրամը իրան նորմալ է պահե։ Սոնան քեզ ինչ-որ բան պատմել է։ Ես Վրամի արցանին չեմ սիրում ճիշտ է, բայց այսքան ժամանակ չի եղել։ Իրոք սիրում ա ինքը Սոնային ու 100% համոզված եմ, որ չի նեղացրել այսքան ժամանակ Սոնային։ Ես ոնց հասկանում եմ, դու ամեն ինչից տեղյակ ես, չէ՞։ Ու երևի թե գիտես, թե ինչի են բաժանվել։ Թե ձեր ընտանեկան խնդրի պատճառով չի եղել։ Ապրես։ Ու հասկանում ես, չէ՞, որ Վրամը Սոնային չի սիրել, այլ ուղղակի ուզել է օգտագործած լինի քրոջս։ Լիլիթ, ճիշտն ասա, Վրամը կարող է նեղացրել քրոջս։ Դրա համար է Սոնան գնացել երկրից։ Այդ ասում եմ, չէ, չես հասկանում։ Չես լսում։ Սոնային ընդհանրապես կապ չունի այստեղ, ասում եմ, Վրամը սիրել է, իրոք Սոնային չի նեղացրել։ Այսքան ժամանակ չի եղել տենց դեպք, անգամ ինքը զարմացել էր, թե ընդհանրապես ով է Սոնան։ Բա դու ոչ մի բան չես ուզում ուտես։ Չէ, ես քաղցր չեմ ուտում։ Դե մյուս անգամ կգնանք խորոված ուտելու։ Ինչ։ Մտածում էիր ես տենց թիթիզ լամիշ եմ։
Բայց քո հետ կարելի է ընկերություն անել։ Դու գարեջուր սիրում ես։ Շատ, մանավանդ որ սառն ա լինում։ Չէի սպասում։ Նորմալ է, քո պարագայում ես էլ չէի սպասում։ Ճիշտ է, Սոնան շատ է քո մասին պատմել, ես լրիվ ուրիշ մարդ էի պատկերացնում, բայց առաջին հանդիպմանը, որ տենց հայոց աշխարհի անտաշի պես քեզ պահեցիր, ոյ։ Կարող է դուրս գանք։ Համը քեզ կճանապարհեմ, եսը կգնամ գործերով։ Հա կարանք, հաշիվը կիսելու ենք։ Չէ, դու ինձ իրոք ձեռ ես առնում։ Հա ինչ, ձեր Եվրոպաներում տենց չի։ Լիլի ջան, քո աշխարհագրության դասատունով ա եղել։ Ընկեր Ղարիբյանը։ Ախ, հորս արև։ Հա ինչ։ Չես ուզում, չեմ փակի, չեմ կիսվի։ Արի ինչքան հնարավոր է շուտ ես քեզ ճանապարհեմ էլի։ Մեր հաշիվը էլի։ Հա բայց ինչ լուրջ տենց չի ձեր Եվրոպաներում։ Չէ, շատ թույն հետաքրքրվել եք իմ մասին։ Ամեն ինչ ճիշտ իմացել եք, հատկապես Եվրոպայի պահը շատ ճիշտ էր։ Ու չկասկածես։ Բարև ձեզ։ Բարև Արմ։ Ոնց եք Անիտա։ Լավ եմ, դու ոնց ես։ Հոշատ չես վնասվել։ Իմը հեչ մանր մունր քերծվածք էր։ Եկել եմ տեսնել Նարեն ոնց է։ Արդեն լավ է։ Սուրճ կխմես։ Հա, ձյացակուն տունը չի։ Տունն է, հեսա կասեմ, որ եկել ես։ Ոնց ես Նարեն։ Անցել է գլխապտույտդ։ Նարեն։ Խափում էր, չէ՞։ Ինչը։ Ուր էր պատրաստվում ինձ տանել։ Ինչեր ես խոսում Նարեն։ Այդ քո խոսակցությունը հատուկ էիր կազմակերպել։ Շատ լավ գիտես իմ ցավոտ տեղը։ Շատ լավ գիտես չեմ ուզի պապան ու քաջիկը կռվեն։ Ինձ մատերիդ վրա խաղացնում ես ու մտածում ես, որ չեմ հասկանա։ Նարը այդ հարվածից հետո կարող է գլխիդ հետ մի բան այն չի։ Մարդու հետ պիտի ինչ-որ մի բան այն չլինի, որ քեզ հավատա Արմո։ Բարև Արմեն։ Անիկ ջան, մեզ սուրճ տուր էլի, դուրսը, արի։ Այսօր ոնց որ վերջ Հայկո կողա շաբաշ անենք։ Անենք ախպերս։ Բայ մեռախոսն ուր է։ Սեղանին ես դրել։ Այս սրանք մնացին սեղանին, վարո։ Այս Նարեն է զանգել։ Նամակ էլ է ուղարկել մի հատ դու ուզում ես միջև պատրաստվես։ Հեսա դուրս գանք, հա։ Հերնեք ինձ էլի քեզ է կորցրին կողքերս։ Եվ Մենակ ես։ Մենակ ես։ Ալո։ Հայկ ոնց ես։ Լավ եմ Նարեվ, այդ ինչ նամակ էիր ուղարկել։ Մո բան չի եղել։ Հայկ ճիշտ է, որ դու այսօր վրամին ես տեսել։ Հա, տեսել եմ։ Ու ինչ-որ բան է եղել։ Ինչ են ասել, քեզ վիճել եք։ Նարե մի հատ հանգստացի։
Պարտադիր իրար տեսնելուց ամեն անգամ պիտի կռիվանենք։ Սոնայից էր հարց ու փորձանում դրա համար էր եկել։ Բայց ոնց եկել էր, տենց գնաց։ Ճիշտ է, որ papan ասել է Միքայի հետ կարող եք ձեր գյուղի տանը ապրել, Վրամն է ինձ ասել։ Այսինքն պապատ տենց ուժեղ բարեգործ է, հա, ներկայանում։ Նարե, ուրեմն ուշադիր լսի։ Ես իմ տուն գնալու համար ոչ մեկից չպիտի թույլտվություն վերցնեմ, ու առավել եւս հորիցդ։ Ուրիշ բան չեք խոսել։ Չէ։ Ալո։ Նարե, ինչի՞ չես խոսում։ Նարե, անջատել ես։ Չէ։ Լացում ես։ Հայկ, գիտես ես ոնց էի վախեցել։ Դու չես պատկերացնի մտքովս ինչեր ա անցել։ Ես մտածում եմ մեզ են միասին տեսել ու քեզ ինչ-որ բան են արել, վնասել են, դու չես պատկերացնում։ Սիրտս վախից կանգնում էր։ Ու ինչ։ Չգիտեմ։ Ես այսօր եկել էի ձեր տան մոտ, որ քեզ տեսնեմ ու համոզվեմ, որ լավ ես։ Ինչ անեմ, հիմա էլ կամ որ դու ինձ տեսնես ու համոզվես, որ լավ եմ։ Չէ, այս անգամ որ գաս ասած կբռնենք։ Բա ինչ անեմ, թողնեմ տենց լացես։ Վերջ, չեմ լացելու։ Նարե, Ասա։ Հայկ։ Լսում եմ, ասա։ կարոտել եմ քեզ։ Լավ, ես քեզ հետո կզանգեմ։ Հիմա մի քիչ տեղս հարմար չի։ Լավ, ես քեզ կգրեմ։ Լավ։ Ռոմեո ջան, իհարկե խոսքդ շաքարով կտրեմ, բայց օրը ճաշ դարավ կարող է գնանք տուն ամեն դեպքում։ Հա, գնացինք ախպերս։ Այս ժպտում ենք, հա։ Վարո աղբորպես մի սկսի էլի։ Հասիվ խոսալու բան կա, ոնց չսկսեմ։ Հա դու ախր չես խոսում, դու բոցեր ես անում։ Բոցել դու հələ հրավառությունից խոսա։ Այս ինչ անլուրջ տղա դու դուրս եկար Վարո։ Լավ է դա հիմա։ Գնացինք։ Գնացինք։ Սրանք թողեցինք սեղանին։ Լավ թող մնա վաղը։ Լույսը անջատի։ Մի խոսքով ձյաց քո, կարևորն այն է, որ երկուսս էլ լավ ենք վրցել։ Ես հետ իմ մասին չէի մտածում։ Ուշքում միտքս մենակ Նարեն էր, որ իրան բանեղած չլինի։ Այն լավ է, ոչ մի լուրջ բան չկար։ Բայց ուր էիք գնում, Արմո։ Ոչ միտեղ ձյաց քո, ես Վրամի մոտ էի եկել, լավ չէր զգում իրեն։ Բեն աղջկա թեմաներով գիտես էլի։ Տարապում է Սոնայի համար։ Քո հետ կապված էլ ճիշտ էր, մի քիչ սխալ պահեց։ Մի երկու բան ես ասեցի, բայց մեկ Սոնայից բացի ուրիշ ոչ մեկի անունը չի ուզում լսի։ Այդ որ գնացել էր Սոնայի հորը տեսնելու, չգիտեմ ինչ ա դրել մտքին։ Ինչ էլ ուզում ա լինի, այդ մարդը նենց մարդ ա, որ խոսակցության ընթացքում թեթև ձայնդ բարձրացնես, կարող ա տանի կորցնի ու նենց կորցնի, որ չկարողանան գտնել։ Մտածում եմ կարող ա ուզում այդ միջոցով հարաբերությունները լավացնի աբոյի հետ։ Ու Սոնայի սիրտն էլ գրավում է։ Արմո, Վրամն իմ տղեն է, տենց բան չի անի ինքը։ Աջացակ։ Կար մի ժամանակ, որ ես էլ էի տենց մտածում, բայց հիմա լավ է ուշադրություն մի դարձրում, հիմար խոսում եմ։ Հաստատ չի անի Վրամն այդ տղեն չի։
Սոնա նորմալ չի ուղակի թողել ու գնալ է։ Մենք իրար հետ խոսել էինք ու բան էինք պայմանավորվել, դու էլ խոստացել էիր, որ մտածելու ես։ Բան էիր որոշել, ուրեմն ազնիվ լինեիր հետս, ամեն դեպքում ես քո հետ միշտ ազնիվ եմ եղել ու նույնն էլ քեզնից եմ սպասել։ Սոնա, էս այն հարցն է, որ պիտի երկուսով նստենք, խոսանք ու հասկանանք իրար։ Ու ճիշտ չի, որ դու մենակ ես որոշում երկուսիս ճակատագիրը։ Ես սպասում եմ քո զանգին, Սոնա, բայց դու գիտես, որ ես երկար սպասել չեմ սիրում։ Ձյացեք, առավոտ կգամ ու միասին կգնանք օֆիսերտ։ Արմոն, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Ասա, լսում եմ։ Զանգի գյուղ, տղերքին ասա, որ հանկարծ Մարգարիտ հորները Կերևան գյուղում, թող ոչ մի բան չանեն, հանգիստ թողը։ Չհասկացա։ Այս բանա փոխվել ձյացակո։ Դու դրանց կողմ ես անցել։ Արմո կարող է։ Ինձ մոտ բան չի փոխվել ու չի փոխվելու։ Բայց եթե դրանք ուզում են մտնեն իրանց պապիտուն, պիտի մտնեն դուրս գան։ Ես քեզ հիմա բացատրություններ չեմ տալու։ Արային ինչ ասում եմ։ Քո խոսքն իմ համար կարևոր է ձյացակո։ Դրա համար էլ այսքան տարի դրանց հետ օրն եմ գցել։ Քո տունն են քանդել դրանք։ Ես ոնց ասեմ, որ տղեկը բան չանեմ։ Արմո, դու իմ տան մասին ինձնից շատ ես մտածում, հա? Ես քեզ ասում եմ, արա այն, ինչ ասում եմ։ Ու թող էլի եմ ասում, ոչ մի բան չձեռնարկեն, մինչև այն պահը, երբ իրենք չեն սկսել կպնել տղերքին կամ ինչ-որ կռիվ սարքել։ Հասկացար։ Հա, ձյացակո, ոնց ասես տենց էլ կանեմ։ Բայց մեկ է, ես քեզ չեմ հասկանում։ Պետք չի, որ ամեն ինչ մինչև վերջ հասկանալու լինի։ Դե ես գնամ ձյացակո։ Ոնց ես։ Ոնց ես։ Լավ եմ, ես նոր քո մասին եմ մտածում, եկել եմ խոհանոց թեյ դնեմ ու հետո գնամ սենյակից քեզ զանգեմ։ Լավ եմ, ես նոր քո մասին եմ մտածում, եկել եմ խոհանոց թեյ դնեմ ու հետո գնամ սենյակից քեզ զանգեմ։ Դե ուրեմն սպասում եմ զանգիդ։ Դե ուրեմն սպասում եմ զանգիդ։ Ոնց ես բանես, Լավ եմ, ջան։ Եթե թեյ էր ուզում, ասեր, ես քեզ կբերեի։ Ինչի՞, ես վատ եմ թեյ պատրաստում։ Չէ, դու ամենահամով թեյն ես պատրաստում։ Ուղղակի դեռ թույլ ես։ Չէ,
Չէ, մամ, ես ինձ հիմա շատ լավ եմ զգում։ Ճիշտ է, չգիտեմ հետո ինչ կլինի, բայց հիմա լավ եմ։ Կարևորը ուրախ ես, շփտում ես, խաղաղ ես։ Ճիշտ է։ Լավ, ես գնամ քնեմ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ոնց ես։ Լավ եմ։ Նարե, ասում եմ կարող է վաղը տեսնենք իրար։ Հայկ, բայց ճիշտ է մեր հանդիպելը։ Իսկ ճիշտ է այն, որ մենք հիմա խոսում ենք իրար հետ։ Որ տենց նայենք շատ բաներ կան, որ ճիշտ չեն։ Ու շատ բաներ կա, որ պիտի չանենք։ Ուղղակի պիտի կարողանանք, որ չանենք։ Հալո։ Ոնց եք։ Ինչ նորություն կա գյուղում։ Միքոնը այդ եկե։ Հա, իմացել եմ։ Այս ժամին միշտ գալիս է։ Մենք ճամփին սպասում ենք, որ լավ դիմավորենք։ Կարում եք նենց դիմավորեք, որ երկար հիշի ես օրը։ Մեզ է տենց բան է պետք։ Դե ուրեմն արեք նենց, ոնց ճիշտ եք համ։ Ես վաղը գյուղ եմ գալու։ Մնացածը գամ կխոսենք, ձեր համար է լավ կլինի։ Լավ, Արմուն ջան։ Գիտես որ գիշերով գաս, հանգիստ կարաս մտնես գյուղ, ուստեղ տեղ չունես։ Ճամփետ շարունակի։ Թե չէ ինչ։ Թե չէ որ շարունակես կասեմ հետո ինչ։ Ասողլների գիշերով գողի պես թաքուն չէր գա։ Ասելու բան պիտի ունենա որ ասի։ Սողարա։ Սողարա։ Բարի լույս, մամ ջան։ Բարելիս, բարես։ Դուրս ես գալիս։ Հա, տանը ամեն ինչ վերջացել է, գնամ մի քանի բան առնեմ, համել ուզում եմ շուկա գնամ։ Կարող է գաս հետս։ Չէ, երևի այսօր էլ եմ ուզում պարկեմ։ Իսկ կարող է քո համար մի բան առնեմ, ինչ ես ուզում։ Դե, այն ինչ որ ես սիրում եմ, ինձ թվում է դու ինձանից լավ գիտես։ Պապան ու վրամը տանը չեն։ Չէ, այսօր շուտ են գնացել օֆիս։ Դե լավ, ես արդեն գնամ, տաքսին սպասում է։ Բարի լույս, Հայկ։ Ուզում եմ ասեմ, որ այսօր տանը մենակ եմ, դու երեք հանդիպելուց էիր խոսում, կարամ դուրս գամ հանգիստ։
Հայկո, ուշացանք։ Եկ ախպերս ինչ ես ձենդ գլուխդ գցել։ Գնացինք։ Դու գնա, ես մի քիչ հետո կգամ։ Ոնց մի քիչ հետո կգամ։ Սկսվեց էլի։ Չէ, Վարո, իսկականից մի հատ կարևոր գործ ունեմ անելու, էլի դու գնա, ես կգամ։ Սա արդեն ընդհանրապես խնդալու չի։ Ախպերս խնդալու համար չեմ ասում, ասում եմ լուրջ գործ ունեմ կարևոր։ Կվերջացնեմ, կգամ միանգամից խանութ։ Արա սպանելու եմ քեզ ապե ես։ Գնամ գամ սպանի, հա, ախպերս։ Դու իսկական ընկեր ես, մի քիչ կհամբեր ես։ Էդ էլ ասում ես, որ ձեն չանեմ, հա։ Լավ գնացի ես։ Ալո։ Ինչ կա, ինչ արեցիք։ Միքո եմ բռնեցին։ Ինչ։ Այս ինչ է կար։ Հա, որ։ Ուզես քայլենք։ Շատ հեռու չենք գնա։ Օգնեմ։ Ես պատկերացնի այդ ժամանակ ոնց եմ վախեցել հանկերծացածով։ Ինձ թվաց վերջ, ամեն ինչ վերջացած է։ Գիտես ոնց էի կռվում Արմայի հետ։ Ես ասում եմ, ինչ գործ ունես դու իմ հետ, ես քեզ ոչ ոք չեմ պատասխանելու։ Բայց հիմա տունը նենց լավ է վերաբերվում իմ հետ, չես էլ պատկերացնի։ Մաման հաց է բերում սենյակ, պապան ջուր է բերում։ Վրամա անդադ գալիս է հարցնում է ոնց ես։ Ինչ ես դες նայում։ Տենց ոնց։ Հիացած։ Չես պատկերացնի ինչքան լավ եմ հիմա ինձ զգում։ Մի տեսակ ոնց որ թեթևացած լինեմ, ազատ լինեմ, ապահով լինեմ։ Սենց զգացողություն երկար ժամանակ չի ունեցել։ Առաջվա նարեն վերադարձել է։ Ինչ եղավ։ Չէ, ոչ մի բան, երևի դեռ լրիվ չեմ կազդուրվել։ Լավ, Նարը։ Ես չէի ուզում, դու ստիպեցիր։ Քանի գնում է, ավելի եմ հասկանում, որ քեզ չեմ կանա բաց թողնել։ Բայց դու գիտես, չէ, որ հրաշք պիտի լինի, որ կարողանանք մենք իրար հետ լինենք։ Իսկ հրաշքներ չեն լինում։ Բայց ես քեզ սենց որ նայում եմ, հասկանում եմ, որ հրաշքներ լինում։ Չես նայելու։ Չէ, հետո կնայեմ։ Չէ, կարող է կարևոր է։ Քեզնից կարևոր բան չկա, Նարը։
Հայկ, իսկապես նայ, որովհետև ես հետո ինձ վատ կզգամ, եթե կարևոր ինչ-որ բան լինի ու դու նայած չլինես։ Ինչ եղավ։ Հայկ։ Հայկ, ով է, ինչ է գրել։ Ժամանակն եկել է, որ իմանաս հորդ հետ կապված իրական պատմությունը։ Ամեն ինչ նենց չի, ոնց քեզ են ներկայացրել։ Այս պատմության սկիզբը տանող շատ կարևոր բանալի կա ու այդ բանալին քեզ շատ մոտ է։ Մնում է նկատես։ Այդ ով է ուղարկել, ինչ համար է։